Բալու ժողովուրդ ջան, լսեցի Քոչարյանի արտահայտությունը, որ հանգարց սրանք լկտիաբար ընտրությունները մեր ձեռից տանեն, տոլ ինչ անել, մի րոպե Ժողովուրդ ջան, եթե փորձեն լկտիաբար հաղթանակը տանել մեզանից, ուրեմն ստանալով են հեղափոխություն։ Ինչ ասում է, քեզանից լավ լկտի, աշխարհը չի ծնե։ Քեզանից լավ լկտիաբար ընտրությունները կեղծող չի ծնվել։ Քեզանից լավ լկտիաբար իշխանությունը բռնազավթել ոչ մեկ չի բռնազավթել, ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում։ Սեփական ծոծորակիդ խալը, սեփական աչքերով կտեսնես, այտենց վիզիտ կծռվի, բայց դա չես տեսնի։ Ուրեմն այս համբալը ինչա բլթացնում անամսյորաբնա, իսկ այն մարդիկ, ովքեր որ գնալու են սրա հետևից ու գնան նման գործողությունների, ուրեմն լսեք, երբ որ ձեր վիզը կծռվի այդ գործողությունների ժամանակ, դու այդ ժամանակ համբալին մի փնտրեք, որովհետև ինքը ձեր ոռը չի պահելու, իսկ դուք շատ խիստ եք պատժվելու, դուք նորից տեղը չեք բերում, որ մենք պետություն ենք դառել ու ձեր ամեն մի քայլը գիտենք։ Մենք շատ լավ գիտենք ինչի եք ընդունակ ու ինչի եք պատրաստվում։ Ես կասկածանքներ ունեմ, որ դուք ընդհանրապես ընտրությունների չեք պատրաստվում գնալ, որովհետև նայելով այն հավաքները, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ է հավաքում, այն ժողովուրդը, որ հավաքում է Նիկոլ Փաշինյանի շուրջ բոլորը, դուք հասկանում եք, որ դուք չկաք։ Ու դուք հասկանում եք, որ ընտրություններով ոչինչ չի լինի։ Իսկ ընտրություններից հետո այն մակլավիկներով Ռուսաստաններից եկել եք, այստեղ ֆրֆռում եք, գործողություններ եք կազմակերպում, պայմանավորվում։ Ընդամենը ձեր վիզնա ծռվելու, ընդամենը ձեր մոտ ոչ մի բան չի ստացվելու, որովհետև մենք պետություն ենք, օլուխներ, հասկացաք, ու խորհուրդս ավելի լավ համբալին ասեք սիկտիր, որովհետև դուք ձեր կյանքն եք դնելու, ինչպես միշտ, մեղքերը ձեր վրա եք վերցնելու, ինչպես միշտ, իսկ ինքը մակուր պուպուշ մնալու է։ Ոչ մեկի հետևից չի գալու, ոչ մեկի տուտուզը չի պահելու, ոչինչ իր մոտ էլ չի ստացվելու, որովհետև ինքը անկարող է լինելու։ Հասկանում եք։ Հենց որ երկար մտածեք, ուր եք գնում, ինչի համար եւ հանուն ինչի։ Մենք մեր ուզածին հասնելու ենք, մենք մեր պետությունը կերտելու ենք, անկախ ինքնիշխան, ուզեք դա թե չուզեք, դուք ընդամենը ձեր ճակատագրերի հետ եք խաղալու, այդքան բան։ Իսկ համբալին մի հատ հարց տամ, այդ որ ասում ես, այս պետությանը ուժեղ ղեկավար է պետք, ուժեղ ղեկավարն էլ դվես, չէ։ Ուրեմն ըստ քո տրամաբանության, հիմա Նիկոլը քեզ պետք է ցախածներ, հիմա Նիկոլը քեզ պետք է տուալետում գլուխդ մի 7 ռս այդ այն յորշիկի նման sense մցներ հաներ զուգարան, հետո էլ մի հատ ցբխեր։ Էլ չեմ ասում օտպրսկեքիդ մասին, ինչ պետք է աներ։ Եթե Նիկոլը լիներ քո նման ուժեղ չագերդավոր ղեկավար։ Որովհետև դու այնքան վախկոտ ես, որ բոլոր քո կոնկուրենտներին դու կվերացնեիր, իսկ Նիկոլեն քան ուժեղ է, որ թողելա, որ դու բլթեսնես, էշեշ դու ստաս։ Չգիտեմ, ինչ որ ինապլանետյանի լեզով խոսեք, որ թարգմանիչներ չեն գտնում այդ ավարից հավեր, որ հասկանանք ինչ եք խոսում։ Թողելա ձեզ բոլորիդ ու իրավունքն ու որոշումը տվելա ժողովրդի ձեռը։ Իսկ դու Պիտուղ Գամբուրսկի հիմա վախից սաղին գնդակահարել ես։ Ուժեղ ղեկավար անգրագետ տգետ բան այսքանը